Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով կառավարության ներսում տիրում է անորոշ եւ խառնաշփոթ իրավիճակ։ Թեև Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարների նշանակել եւ վերանշանակել է իրենց պաշտոններում, իշխանության ներքին շրջանակներում դեռևս հստակ պատկերացում չունեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ հիմնական անհանգստությունը կապված է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի պաշտոնից հեռանալու հետ։ Իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն արդեն համաձայնություն կա, որ վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Լիլիթ Մակունցը կառավարության համակարգում պետք է գրեթե ամբողջությամբ մոտ 90%-ով նոր աշխատակազմ ձևավորի։ Ժողովրդի աղբյուրները նշում են, որ այժմ համակարգում գրեթե բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին։ Խոսքը վերաբերվում է ոչ միայն վարչապետի անմիջական ենթակայության տակ գտնվող կառույցներին, կոմիտեների եւ դեպարտամենտներին, այլև վարչապետի աշխատակազմի ներքին ստորաբաժանումների սովորական աշխատակիցներին։ Ըստ նույն աղբյուրների, պետական կառավարման համակարգում ձևավորվել է սպասողական մթնոլորտ, եւ շատ պաշտոնյաներ դեռ չեն պատկերացնում կշարունակեն իրենց աշխատանքը, թե կհայտնվեն սպասվող կադրային լայնածավալ փոփոխությունների թիրախում։